Աղություն սիրելի եղբայրներ, քույրեր ջան, Տեր օրհնի ձեզ, Փառք Հիսուս Քրիստոսին, այո, որ այս կիրակի օրով Տիրոջ տան մեջ ենք սիրելիներ, անկախ ամեն բաներից, մեր տկարություններից, մեր հիվանդություններից, մեր թուլություններից եկել ենք Հիսուսին պաշտելու։ Ով որ եկել այդ փափագով Հիսուս Քրիստոսը ներկայ է սիրելիներ, որ իրան մեզի հայտնի անի, ճանաչեցնել տա, խոսա մեր սրտերի հետ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ուղղակի մեզի պետք է, որ մեր սրտի դուռը բաց պահենք, սա է մեզանից հասնում։ Ոչ քո վիճակին նայի, ոչ նայի քո տկարություններին, ոչ նայի քո խնդիրներին, հապա ինչպես Արմեն եղբայրն է կարդաց, նայենք սիրելիներ, ում Հիսուս Քրիստոսին նայենք, նրան նայենք, նա գիտի մեր խնդիրները, նա գիտի մեր ներսի վիճակները, ու նա կարող է այդ ամեն ինչը բժշկել ու փոխել սիրելիներ, ազատագրել մեզի, եղբայրներ, քույրեր ջան, եթե մենք այդ հավատքը ունենք առ Աստված, հենց Քրիստոս Հիսուսը դա է ուզում մեզանից, ուրիշ բարդ բաներ չի ուզում սիրելիներ։ Եվ այսօր կա իմ սրտում մի փոքր խոսել Մարկոս ավետարանի առաջի գլուխ 14 խոսքից կկարդամ, Մարկոս առաջի գլուխ 14 խոսքից։ Հովանեսի մատնվել են հետո Հիսուսը Գալիլեա գալով Աստծո արքայության ավետարանը կքարոզեր ու կսեր. ժամանակը լրացած է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Այստեղ ես երկու մասի եմ բաժանել, սիրելիներ, թագավորությունը մոտեցած է, հետո ապաշխարեցեք։ Մի փոքր կա իմ սրտում խոսալ այս թագավորության մասին, սիրելի եղբայրներ, քույրեր։ Մենք հին ուխտի մեջ չենք տեսնում, չենք կարդում ավելի ճիշտ, չգիտեմ, ես ինչքանով կարդացել եմ, չեմ նկատել, որ այնտեղ խոսվի երկնքի արքայության մասին, այնտեղ խոսվի երկնքի թագավորության մասին, խոսվի ապաշխարության մասին, ես ինչքան կարդացել եմ, թագավորությունը նոր կտակարանով է եկել սիրելիներ, եւ ով է բերել թագավորությունը, Հիսուս Քրիստոսն է բերել, փառք իրան հավիտյանս հավիտենից։ Հին ուխտի մեջ կարդում ենք, որ ասում է զղջացեք, դարձեք, բայց ապաշխարություն խոստ էլ այնտեղ չկա, Հիսուս Քրիստոսն էր խոսում, մեկ էլ Հովանես Մկրտիչը, չէ, որ անապատի մեջ կանչողի ձայնն էր, Հիսուս Քրիստոսի առջևից գնացողն էր, նա էր մեկ էլ խոսում ապաշխարության մասին, որը Եղիայի հոգով էր եկել, այդպես է ասում Սուրբ Գիրքը մեզ։ Հիմա սիրելիներ, ապաշխարությունը սա լուրջ հարց է մարդու կյանքում։ Ոնց է մարդը ապաշխարում, սիրելիներ, առանց երկնքի թագավորին ընդունելու մարդը չի կարող ապաշխարի։ Եվ ով կարող է պատմի մեզ երկնքի արքայության մասին, ով կարող է պատմի Աստծո արքայության մասին, չէ, թագավորության մասին ով է պատմում, ով որ տեղյակ է, թագավորն է պատմում իր թագավորության մասին։ Աստծո, մեկ էլ թագավորի որդին, արքայազնը, չէ, կարող է պատմի այդ թագավորության մասին, նա կարող է լավ ճիշտ կերպով մեզի ներկայացնել, սիրելիներ։ Եվ Հիսուս Քրիստոսը հենց ինքն էր երկնքից իջած թագավորը։ Դա գրված է Հայտնության 19-րդ գլուխ 16-րդ խոսքի մեջ, երբ որ կարդում ենք մենք Հովանեսը, երբ որ այդ հայտնությունը գրում էր, այսպես է ասում 19-16-ում. եւ իր պատմուճանի վրա ու իր ազդրի վրա գրված գիրմը ուներ, թագավոր թագավորած եւ Տեր Տերանց, սիրելիներ, սա մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր, որը ալֆան եւ օմեգան էր, որն էր երկնքից իջած թագավորը, եւ Հիսուս Քրիստոսին ընդունելով միայն մենք կարող ենք մտնել Աստծո թագավորությունը, սիրելիներ։ Ու Աստծո թագավորության մասին, ինչպես նշեցի քիչ առաջ, կարող է մեզ պատմել հենց ինքը Հիսուս Քրիստոսը։ Հիշում եք, Սաբայի թագուհի կար, թագուհին, երբ որ ուզում էր իմանալ Սողոմոն իմաստունի իմաստության մասին, նրա թագավորության մասին, Աստծո գործի մասին, թե Աստված ինչ գործ է կատարել, Աստված ինչ տաճար է կառուցում Սողոմոնի միջոցով, որը կոչվելու է Աստծո տուն, որտեղ երկրպագություն, պաշտամունք պետքա տեղի ունենար, ու նա լսել էր իր ականջով։ Դա գրված է 3-րդ թագավորաց 10-րդ գլխի մեջ, այո, 3-րդ թագավորաց 10-րդ գլխի մեջ է գրված։ Ու ուզում էր Սաբայի թագուհին գալով Սողոմոն իմաստունի մոտ իր թագավորության մասին լսել, սիրելիներ, տեղեկացվեր, թե արդյոք այն ինչ որ լսել է, այն ինչ որ իրան պատմել են, այդ ամեն բաները ճիշտ է թե ոչ։ Ու նա գալով Սողոմոն իմաստունին ու ասում է խրթին հարցումներով, հենց առաջի խոսքերից կարող ենք կարդալ,
խրթիմ հարցումներով փորձում էր պարզաբանել այդ իմաստությունը արդյոք աստվածային է, որ Սողոմոն իմաստուն ունի ու նրա թագավորության մասին տեղեկանար։ Ու երբ որ եկավ, սիրելիներ, լսեց, ասեց, այն ինչ որ ես քո մասին լսել էի, կես անգամ ինձի չէին պատմել։ 5-րդ խոսքից կարդում ենք. «Եվ անոր սեղանի կերակուրները ու անոր ծառաներու բնակարանները եւ սպասավորներու կեցվածքը ու անոնց հագուստները եւ անոր մատրվականները ու Տիրոջը տունը ելնելու սանդուխը տեսնելով խելքը գլխից գնաց եւ թագավորին ասավ. քո վիճակիդ ու իմաստության վրայով իմ երկրից մեջ լսած խոսքերս ճշմարիտ են եղել, բայց ես այն խոսքերուն չհավատացի, մինչև որ անձամբ եկա ու իմ աչքերովս տեսա, եւ ահա ինձի ասոր կեսը պատմած չէին։ Հիմա իշքան է քեզի պատմեն, սիրելի եղբայրս, քույրս, իշքան էլ ինձի պատմեն, մինչև ես եւ դու անձամբ թագավորի հետ հանդիպում չունենանք, այդ թագավորության մասին ու թագավորի ճանաչողության մասին գաղափար չենք ունենա։ Սուրբ Գիրքը ասում է ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է, որ Տերը բարի է, սիրելիներ։ Ես եւ դու պետքա ճաշակենք ու տեսնենք։ Հիմա իմ ու քո կողմը որն է, որ երկնքի թագավորության մասին իմանանք, երկնքի թագավորին ճանաչենք։ Իմ ու քո կողմը ընդամենը մեկ բանն է, սիրելի եղբայրներ, քույրեր, ուզենալ գնալ թագավորին, սա է իմ ու քո կողմը, ուզենալ մոտենալ թագավորին, ոչ թե ես նայեմ իմ վիճակին, իմ մեղքերին, իմ չգիտեմ հանցանքներին, իմ սայթակումներին։ Հիշում եք, Զաքեոս անունով մարդ կար, Ղուկաս ավետարան 19-րդ գլխի մեջ է գրված Զաքեոսի մասին։ Ես երբ որ այստեղը կարդում եմ Զաքեոսի մասին, ես կարծես նայում եմ ճիշտ, ոնց որ ես դինեի Զաքեոսի փոխարեն մի ժամանակ, որ աշխարհում այսպես մեղքերով բեռնավորված, մեղքերով լցված, սիրելիները ծանրություններով ուզում էի գնալ Աստծոտուն, բայց չէի համարձակվում գնալ Աստծոտուն, սիրելիներ։ Բայց Զաքեոսը նույնպես 19-րդ գլխի առաջի խոսքերից, որ ասում է ուզում էր Հիսուս Քրիստոսին տեսներ, այնքան որ ուզում էր բարձրանալով ծառը Հիսուս Քրիստոսին մի հատ հեռվից տեսնի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Նա չէր պատկերացնում Հիսուս Քրիստոսին, նա լսել էր, բայց չէր ճանաչում։ Նա լսել էր, որ Հիսուս Քրիստոսը եկել է մեղավորների համար, եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու, որ մեղավորի բարեկամ է կոչվում, բայց նա անձամբ ինքը այդ հանդիպումը դեռ տեղի չէր ունեցել իր կյանքում, սիրելի եղբայրներ, քույրեր, ու նույնն էլ իմ կյանքի մեջ էր, որ Հիսուս Քրիստոսին դեռ չէի հանդիպել, չէի լսել էի, բայց չէի տեսել, ես էլ էի այդպես կարծում, որ գնամ Հիսուս Քրիստոսին, դե շատ մեղավոր եմ, դեռ Հիսուս Քրիստոսը հնարավոր է ինձի այդպես սկզբից չընդունի, մի քիչ մաքրվեմ, մի քիչ սրբվեմ, հետո նոր Հիսուս Քրիստոսը ինձի կընդունի։ Սա իմ պատկերացումն էր, որը գալիս է մեր մարդկային արդարությունից, սիրելիներ, մեր մարդկային արդարությունից է բխում։ Մեր իմացած թագավորներից Հիսուս Քրիստոս թագավորը տարբերվում է։ Այս մարդիկ թագավորները, նրանց մոտ ծանոթներ, միջնորդներ պետքա խառնենք, որ գնանք ինչ-որ հարցով, այն էլ հարց է առաջանում, կարողանանք արդյոք նրանց տեսնել, թե ոչ, բայց Հիսուս Քրիստոսը Կորինթացիցի մեջ գրված է 2 Կորինթացիս 8-րդ գլխի մեջ է, թե չեմ սխալվում, այն որ հարուստ էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքի մասին, աղքատացավ մեզի համար, որպեսզի մենք դրա աղքատանալովը հարստանանք, երկնքի փառքը, ամեն բաները թողեց, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ու Զաքեոսը, որ բարձացել էր ծառի վրա, որ ընդամենը հեռվից Հիսուս Քրիստոսին տեսնի, ու Հիսուս Քրիստոսը փառած թագավորը, սիրելիներ, պատահական չէր, որ անցնում էր Երիքովի մոտով, պատահական չէր, սիրելի եղբայրներ, քույրեր, ու անցնելով նայեց Զաքեոսին, ընդամենը մի քանի խոսք ասեց Զաքեոս, ես այսօր քո տունդ պիտի մտնեմ։ Երբ Հիսուսը այնտեղը եկավ, վեր նայելով զանիկա տեսավ ու ասավ անոր Զաքեոս, շուտը ատկե վար իջիր, վասնզի այսօր քո տունդ պիտի կենամ։ Անել արտորալով վար իջավ եւ ուրախությամբ ընդունեց զանիկա, սիրելիներ, ընդունեց զանիկա, երբ որ ընդունեց Հիսուս Քրիստոսին, գրված չի, որ Հիսուսը նրա հետ խոսքեր է խոսում, գրված չի, որ Հիսուսը նրան ասում է ապաշխարի, որովհետև Զաքեոսը ինքը մաքսապետ մարդ էր, սիրելիներ, մեծահարուստ անձնավորություն էր, ընդամենը Հիսուս Քրիստոսին ընդունելով նա ապաշխարում է, նրա ներսը դարձա տեղի ունենում եւ ասում է ում որ զրկել եմ չորեք պատիկը պիտի
պիտի հատուցանեմ ու այդ ուրախությունը, խաղաղությունը, խնդությունն ա գալի, որն է երկնքի թագավորությունը, որովհետև Պողոս առաքյալը գրում է Հռովմայեցի 14-17-ում, երկնքի արքայությունը կերակուր, ուտելիք եւ խմելիք չէ, հապա ինչ է, արդարություն, խաղաղություն, խնդություն Սուրբ Հոգիով է, սիրելիներ, ով որ ընդունում է մարդու ներսը անկախ վիճակներից, այս խաղաղությունն է գալիս, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ Սաղմոս 24-ի 7-րդ խոսքի մեջ ասում է, ով դռներ գլուխնիդ վեր վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ, որպիսի փառաս թագավորը մտնի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հենց որ փառաս թագավորը եկավ, այս ամեն հարցերը իմ ու քո ներսի կարգավորում ու լուծում է, սիրելիներ։ Այդ կյանքն է բերում, որը կոչվում է աստվածային կյանք, սիրելիներ, որը կոչվում է մենք աղոթք ենք անում, չի ասում ենք Տեր քո թագավորությունը թող գա։ Հիսուս Քրիստոսը ինչ էր ասում Մատթեոս 6-րդ գլուխ 33 խոսքում, ասում էր առաջ խնդրեցեք երկնքի թագավորությունը ու անոր արդարությունը եւ մնացած բաները ձեզ ինչ պիտի լինի, պիտի տրվի, սիրելիներ։ Այ մենք սրա կարիքը ունենք, որ թագավորի հետ, կենաց կյանքի հետ հաղորդ լինենք։ Եվ Հիսուս Քրիստոսը Հովանու ավետարան 4-րդ գլխի մեջ, երբ որ գրված է, որ Հակոբի ջրհորի մոտ հանդիպեց Սամարացի կնոջը, սա շատ քարոզված տեղ է, սիրելիներ, 4-րդ գլուխ 10-րդ խոսքից կուզեմ մեջ բերեմ, երբ որ հանդիպեց այդ կնոջը, ընդամենը մի քանի խոսքեր էր ասում էր, եթե դու գիտնայիր Աստծո պարգևը, եւ թե ով է ան, որ քեզի ասում է ջուր տուր խմելու, դու իրանից ջուր պիտի ուզեիր ու ինքը քեզի ջուր պիտի տար։ Աստծո պարգևը, սիրելիներ, Աստծո պարգևը Հիսուս Քրիստոսը կենթանի ջուր էր անվանում, Աստծո պարգևը հենց ինքը Հիսուս Քրիստոսն էր, որ այս մարդը ընդունելով իր ծարավը փոխվում է, այսինքն թագավորին ընդունելով մեր ներսը, մեր կյանքը փոխվում է, սիրելիներ։ Մենք այլևս այս ժամանակավոր կյանքի ուրախությունների, չգիտեմ, տների, շքեղությունների, մեքենաների մասին չենք մտածում, ոսկեղեն, արծաթ, այդպիսի բաների մասին չենք մտածում, թագավորին ընդունելով մտածում ենք վերին բաների մասին, ինչպես Պողոս առաքյալն ասում, ասում է վերին բաների մասին մտածեցեք, վերին բաները փնտրեցեք, սա անում է Հիսուս Քրիստոսը, սա անում է աստվածային կյանքը, սիրելիներ։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի ապաշխարել 1 կամ 2 տարվա, այսպես ապաշխարած էի, նոր Տիրոջն եկե մկրտվել էի, նստած էի տանը ավետարան էի կարդում, Սուրբ Գիրք էի կարդում։ Երբ որ կարդացի, վերջացրեցի, մի փոքր խորում էի, մտածում էի, մեկ էլ ինձ միտք եկավ, գնալով իմ հին կյանքը բոլորը ցույց տալով, թե ես հին կյանքի մեջ ինչպես եմ ապրել, ինչպես եմ վարվել, ինչ վատ արարքներ եմ կատարել։ Ու երբ որ ես հին կյանքը եկավ իմ առջևը, ես այսպես նստած էի բազմոցին, սենց արագ միանգամից վեր կեցա, կանգնեցի, ասեցի, «Էդի ես չեմ եղել, դա ես չեմ եղել, դա ես չեմ եղել, Հիսուս ջան», ու իմի ասում եմ, «Հիսուս ջան, դա ես չեմ եղել», սենց կարծես Տիրոջ աղաղակում եմ, ոնց որ փորձում եմ արդարանամ, հետո տեսա, սիրելիներ, որ ոնց ես չեմ եղել, ես եմ եղել։ Ուղղակի երկնքի թագավորը գալով իմ ներսը, սիրելիներ, այդ պարգևը ընդունելով, սա ես Տիրոջ պարգևի համար եմ պատմում ու շատ ունենք փոխվելու, այդ պարգևը ընդունելով ես այլևս այդ կյանքը իմ համար տհաճ էր դառել, զզվելի էր դարձել, գարշելի էր դարձել, ասում է Հիսուս ջան, դա ես չեմ եղել, Տեր ջան, դու փոխել ես ինձի ու այն կյանքը, որ ինձի մի ժամանակ հաճելի էր թվում, որ մարդիկ ինձի ստիպողաբար էլ ինչ ձևով էլ ասեին ապաշխարի, ես չէի ապաշխարում, բայց այդ պարգևը ընդունելով իմ ու քո կյանքը փոխվում է, սիրելիներ։ Սա անում է Հիսուս Քրիստոսը, ու հիշում եք Մարիամ Մագդաղենացուն, ով սարսափելի մեղքերի մեղավոր կին էր, այսպես մեղքի կյանքով ապրած, Ղուկաս ավետարանի մեջ 8-րդ գլխի մեջ գրված է, որ Հիսուսը քայլում էր, քարոզում էր առաջի խոսքից, անկե ետո ինքը քաղաք ու գյուղ պտտելով կքարոզեր եւ Աստծո թագավորությունը կավետարաներ ու 12-ը իրեն հետ էին, նաեւ քանի մկիներ, որոնք չար ոգիները ու հիվանդությունները բժշկվել էին, Մարիամը, որ Մագդաղենացի կկոչվեր, ուրկը 7 դև հանել էր։ Մարիամ Մագդաղենացին, սիրելիներ, դրանց մեջ էր նաեւ, որտեղից Հիսուսը, որի ներսից 7 դև էր հանել, ու Մարիամ Մագդաղենացու կյանքը թագավորին ընդունելով լիարժեք փոխվել էր, եղբայրներ, քույրեր։ Ու Հիսուս Քրիստոսը հարություն առնելուց հետո ում հանդիպեց առաջինը։ Մարիամ Մագդաղենացուն հանդիպեց, որը Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտից այն կողմ չէր գնում։ Դրա համար Հովանես առաքյալը
առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 12 խոսքում ասում է, այն որ Աստծո որդուն ունի, նա կյանք ունի, այն որ Աստծո որդին ընդունած չէ, նա կյանք չունի, սիրելիներ։ Սա է այդ կյանքը, սա է այդ երկնքի արքայությունը, որը մենք հաճախ, սիրելիներ, շատ բարդ ենք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, որ օրենքի ցուցակները կամ կետերը կամ չգիտեմ, այսինչ բաները պետք է անենք, որ մեր կյանքը լցվի, ինչպես Արմեն եղբայրը կարդաց Եփեսացիների 5-րդ գլխի մեջ, այդ ուրախությունով, այդ ցնծությունով, բայց ոչ, սիրելի եղբայրներ, քույրեր, հենց Հիսուս Քրիստոսին ընդունելով Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 17 խոսքում ասում է, ես չեկա օրենքն ու մարգարեները քանդելու, հապա եկա կատարելու։ Հիսուս Քրիստոսին ընդունելով մեր ներսը, ինքը այդ ամեն բաները պահում է, այդ պատվիրանքները պահում է եւ կատարում է, սիրելիներ։ Նա է սա անում։ Մեզի կարիք չկա, մեզի պետք է ուղղակի Հիսուս Քրիստոսին ընդունել։ Մեզ պետք է ուղղակի լցվել Աստծո կյանքով, նոր կյանքով, Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելով, որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցված ես, կարողանում ես սիրել, կարողանում ես ներել, սիրելիներ, այդ ցանկությունները, այդ տկարությունները, ամեն բան վերանում է։ Սա անում է հենց ինքը, Քրիստոս կյանքը մեր ներս։ Թագավորն է կատարում, սիրելիներ, Սուրբ Հոգու ձեռքով է կատարում, որը որ մեր խելքի բանը չի, մենք մարգորեն մեր իմաստությունով, մեր մարգորեն գաղափարներով չենք կարողանում հասկանանք։ Խաղաղություն չունես, խաղաղություն է գալի, ուրախություն չունես, ուրախություն է գալի, տխուր ես, տրտում ես, ցնծություն է գալի, սիրելիներ։ Ես այս վերջերս նորից Տիրոջ փառքի համար կուզեմ վկայեմ, աշխատանքի է դուրս եկել, Սուրբ Ծննդյան տոներն էին, ու այսպես աղոթքով առավոտյան դուրս եկա, ասեցի Հիսուս ջան, խնդրում եմ ինձի քո փառքիդ համար օգտագործի, ինձի օգտագործի քո փառքիդ համար, ես չեմ ուզում միայն կամ այդպես խոսամ, եկեղեցու մեջ գնամ, մարդկանց վկայեմ քեզի, քո մասին պատմեմ, քո մասին լսեն, սիրելի Հիսուս ջան, օգտագործի, ու այսպես առավոտյան 7-ներ գնում էի, մեկ էլ մի հաճախորդ կանչեց, գնացի մի կիներ, նստեց, Սուրբ Ծննդյան երգերը ցածր միացրել էի ու տեսա այս կինը արտասվում է։ Այս կինը երբ որ արտասվում է, գնացինք, ոնց որ ներսիցս մի բան մեկը ասեր, այս կնոջը ասա, որ Հիսուսը քեզի սիրում է։ Կարմիր լույսի տակ կանգնած էինք, ասեցի գիտես, դե իմ անգլերենն այդքան լավ չի։ Ասեցի գիտես, Հիսուսը քեզ սիրում է։ Երբ որ սա ասեցի, ինքը դե հասկացավ ինչ եմ ասում, բայց ասեց իսպաներեն գիտես, ուզում եմ ասեցի անգլերեն հազիվ էի խոսում, հիմա էլ իսպաներեն խոսամ։ Ասեցի չէ, չգիտեմ իսպաներեն, բայց Հիսուսը քեզի շատ սիրում է, ինքը ասեց հա, ու նորից լացում է, ու ներսիցս զգացի, որ հոգին սիրելիներ, հոգին է խոսում։ Ասեց աղոթի իր համար, աղոթք արեք։ Իրան հասկացրեցի, ասեցի կուզես աղոթք անենք քո համար, ասեց հա, որ աղոթք էինք անում, Սուրբ Հոգու ներկայությունը եկավ, սիրելի եղբայրներ, քույրեր, հիմի Սուրբ Հոգու ներկայությունը որ եկավ, աղոթքը գնում, ասես կրակը բռնկվել է, ինքը տեսնում եմ այդ կամանց այդ արցունքները վերածվում է իր որ նայում եմ իրան հայլու միջոցով, իր երեսին, իր երեսը բացվեց, այդ տրտմությունը, այդ տխրությունը գնաց, խաղաղություն եկավ, սիրելիներ։ Ու երբ որ իջավ մեքենայից, ասեցի լավ է ամեն բան, շփտալով նայեց, ասեց լավ է, ասի դե փառք Հիսուսին ու գնաց, սիրելին, սա ով է անում, սա հենց այդ կյանքն է անում, երկնքից իջած կյանքը, Հիսուս Քրիստոսն է անում, սիրելի եղբայրներ, քույրեր, ու Հիսուս Քրիստոսը հիմա այստեղ ներկա է։ Հիսուս Քրիստոսը ուզում է, որ մեզի այդ մեր վիճակներից ազատի, որ մենք չպայքարենք մեր հին մեղքի բնության դեմ, որ մենք չնայենք, սիրելի եղբայրս, քույրս, օրենքի որևիցե կետ, մենք մի բանի կարիք ունենք, լցվենք աստվածային կյանքով։ Հիսուս Քրիստոսը երբ որ եկավ Նազարեթ, Ղուկաս ավետարան 4 գլուխ 17-րդ խոսքի մեջ, երբ որ իրան գիրքը տվեցին Եսայի մարգարեության, նա սկսեց կարդալը 18 խոսքից կկարդամ ու հետևյալ տողերը կարդաց, որը գրված է Եսայի մարգարեության 61-րդ գլխի մեջ։ Այսպես ասեց մեր Տեր Հիսուսը 18 խոսքից. Տիրոջ հոգին իմ վրաս է, վասնզի զիս օծեց աղքատներուն ավետարան քարոզելու, զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, գերիներին ազատություն, կույրերին տեսություն քարոզելու, հարստահարություն կրողները ազատելու, Տիրոջը ընդունելու տարին քարոզելու, եւ գիրքը գոցելով տվավ սպասավորին ու նստավ, ժողովարանը եղողները ամենք տել աչքերնին տնկած անոր կնայեին, սկսավ անոն ծսել, այսօր այս գրվածը կատարվեցավ ու ձեր ականջները լսեցին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այսօր այս գրվածը նաև այստեղ կարող է կատարվի։
Եթե ես եւ դու հավատանք, Հիսուս Քրիստոսը եկել է հենց այս կապվածներին ազատելու, Հիսուս Քրիստոսը եկել է գերիներին ազատություն տալու, բանտի դռները բացելու ու մեզի սիրելի եղբայրս քույրս այդտեղից հանելու։ Իմ ու քո կողմը ուղակի մեկն է Հիսուս Քրիստոսին փառած թագավորին ընդունել սիրելիներ, որի մասին Հովանես առաքյալը այստեղերն է միտքս եկավ ասեմ ու գանք Տիրոջ առաջ աղոթքի առաջի թուղթ Հովանու առաջի գլուխ հենց առաջի խոսքերից Հովանես առաքյալը այսպես է գրում. Կենաց բանի վրայով, որ սկիզբեն էր, որուն համար լսեցինք, որ մեր աչքերը տեսան, որուն նայեցինք ու մեր ձեռքերը շոշափեցին, եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք, այն հավիտենական կյանքը, որ հորը քով էր ու մեզի հայտնվեցավ։ Այս մարդիկ տեսել էին, շոշափել էին, լսել էին, կյանքի հետ հաղորդ էին եղել եւ պատմում են բոլորին սիրելիներ։ Ով որ այդ կյանքի հետ հաղորդ է, նա էլ է պատմում բոլորին եւ այդ կյանքը նրան ներսից երևում է սիրելիներ։ Օրհնյալ լինի Տերը սերներ, ինչքան հրաշալի է Տիրոջ տան մեջ լինել, գիտեք չէ, ես ուղղակի հիշացնում եմ, որ մեր այստեղ հավաքվելը մեկ հիմնական նպատակ ունի, որ մենք փնտրենք Տերը եւ լսենք իր խոսքը եւ լեցվենք Սուրբ Հոգով, սովորենք իրենից ճշմարտությունը ճանաչել եւ այդ ճշմարտությունն է, որ մեզ պիտի ազատ է։ Տեր Հիսուսն ասեց, եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք։ Ինչքան լուրջ եւ կարեւոր է սա։ Քայլ առ քայլ հերթականությունը, եթե դուք իմ այսինքն ում նախ եւ առաջ ասեց իրեն հավատացողներին։ Երբ որ ինքը խոսում էր, Հովանու 8-րդ գլխում է գրված, շատ հրյաներ իրեն հավատացին։ Մենք այսօր ես վստահ եմ, որ այստեղ բոլորս հավատացյալ ենք, հավատում ենք։ Եվ իրեն հավատացողներին ասեց. եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, ու ճշմարտությունը պիտի ճանաչեք, եւ այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Եվ մեկ ինչ ներքև որ իջնում է Տերը, խոսում է, հրյաներն ասեցին, մենք ոչ մեկին ծառա չենք եղել, դու ոնց ես ասում մեզ ազատ պիտի լինեք, նրանք ինչ-որ մի հատ թագավորության մասին էին մտածում, ինչ-որ մեկին ծառա, թեև ծառա էին հռոմեացիներին, բայց Տերն ինչ ասեց ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը մեղք կա գործում, մեղքի ծառա է, եւ ծառան տանը մեջ հավիտյան չի մնա, բայց որդին հավիտյան կմնա։ Հիմա կամ մեկը ծառա է մեղքին, կամ որդի է Աստծո։ Եթե Աստծո որդի ես, մեղքի իշխանությունից ազատ ես։ Տերը ազատել է մեզի արդարության համար, ճշմարտության համար։ Հիմա այստեղ դա Աստված, դա որ մեկս մեղքի ծառա չլինենք։ Ինձանից սկսած մենք պետք է խորհենք, նայենք, որ իմ ներսում, ինչպես որ եղբայրը ներկայացրեց, այդ ազատությունը կա, իմ սիրտս ազատ է, ես արդարության համար ապրելու, ես աղոթում եմ, Տեր ասում եմ, իմ սիրտը հաստատիր արդարության եւ սրբության համար, այսինքն, որ ես այս աշխարհի մեջ, որ մենք այս աշխարհի մեջ ապրենք սրբությունով, թեև ինչպիսի հետևանքներ էլ որ կարող է դրանց հետևի, սրբության համար, արդարության համար, կարող է մեզ նեղեն, կարող է մեզ ծաղրեն եւ այլն, ուրիշ բաներ, եթե մեր Տիրոջ արեցին, մեզ էլ պիտի անեն, բայց ամենակարևորը, որ ես այսօր Քրիստոսի մեջ եմ, թե չէ, հավատքի մեջ եմ, թե ոչ։ Ուրեմն Տերը եկավ մեզ ազատ անելու։ Եվ ես ուզում եմ այդ տեղը կարդալ Հռոմեացիներին 8-րդ գլուխ, գլխի առաջի երկու տողերը, իսկ արդ դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվի, քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգին օրենքը զիս ազատեց
մեղքի եւ մահվան օրենքից օրհնյալ լինի Տերը։ Իհարկե կարելի է մի երկու համար էլ շարունակել, որովհետև ասում է վասնզի այն որ անկարելի էր օրենքին, որովհետև տկար էր մարմինով, Աստված իր որդին ղրկեց մեղանչական մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ դա տապարտեց մեղքը այն մարմնին մեջ, որբեսի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ մարմնապես շենքալ էր, ապա հոգևորապես։ Սեներ իմ կառույցը, ես էսի իմ հոգուս եղավ այդ խոսքը, մեր կառույցը Աստծո խոսքն է, Աստծո խոսքը իմ կառույցը եւ իմ ամրությունն է։ Դրա համար այսօր սատանան, դիվական աշխարհը, մեր հակառակորդները ամեն ինչ կանեն, որպեսզի մեզ Աստծո խոսքից կտրեն։ Նայե TV, նայե հոգևոր ֆիլմեր, նայե ամեն ինչեր գնա, կոնցերտներ գնա, այս արա, այն արա, բայց Աստծո խոսքին հանգարց հաղորդ չլինես։ Ինչու՞։ Որովհետև այդ ասենք բոլոր բաները մենք կանենք, այդ վարքյանի մեջ կուրախանանք, կարող ենք նաև օրհնվել, բայց հաջորդ պահին, որ թողեցինք գնացինք, մենք նույն մարդն ենք մնում։ Ունենք հավատքը, բայց զորությունը չկա, կյանքը չփոխված չէ, դա անում է Աստծո խոսքը Սուրբ Հոգու ձեռքով։ Այսինքն դա անում է Սուրբ Հոգին Աստծո խոսքի միջոցով։ Աստծո խոսքն է, որ մեզ հայտնում է, ցույց է տալիս հոր կամքը Սուրբ Հոգիով։ Այսինքն Սուրբ Հոգին է, որ Աստված է եւ մեզ սովորեցնում է, ցույց է տալիս իր խոսքի միջոցով։ Դրա համար շատ կարևոր է սերներ, կենսական կարևորություն ունի կյանքի եւ մահու, որ մենք խոսքին հաղորդ լինենք, որ դու Աստծո խոսքին հաղորդ լինես, կարդալով, խորհելով եւ աղոթելով։ Պետք է մենք ունենանք մեր ընթերցանության ժամը, մեր աղոթքի, մեր խորհելու Աստծո խոսքի վրա քո առօրյայի մեջ, ես իմ առօրյայում պետք է տամ ժամանակ Տիրոջ երեսը փնտրելու իր խոսքի մեջ։ Այստեղ է որ ես ու դու սովորում ենք եւ հաստատվում ենք։ Օրինակ հիմա այս համարը, որ 8-րդ գլխի առաջի իսկ արդ դատապարտություն չկա, արդ ինչ է նշանակում մեր արևելյան թարգմանության մեջ ուրեմն բառնա, ուրեմն նշանակում է նախորդ համարից հետևություն է անում 8-ի 1-ը։ Մենք գիտենք, որ բնագիրը գլուխներ չուներ, չէ՞, բաժանված չէր գլխերի կամ համարներ չուներ, բայց դա հրաշալի բան է, որ մենք արագ գտնում ենք համարը, բայց միևնույն ժամանակ ես ասեմ ձեզ, այսպիսի միտքի մոտ առաջացա, թեև լավ է, բայց միևնույն ժամանակ էլ վնաս ունի։ Որն է վնասը։ Գնա 8-րդ գլուխ Հռոմեացիս առաջի համարը կարդա։ Եվ շուտ գնում կարդում ենք։ Հետո ասենք 11-րդ գլուխ երկրորդ համար, շուտ գնում կարդում ենք։ Եվ այդպես հեշտությամբ գտնում ենք տվյալ համարը, տվյալ խոսքը, բայց պատկերացրա որ չկա այդ գլխերի բաժանաչի եւ համարները չկա։ Ոնց պետք է գտնես, պետք է վերցնես նամակը, սկզբից պետք է կարդաս մինչև վերջը, որ գտնես։ Դու հասկանում ես այդ ժամանակ ինչ է լինում։ Դու հաղորդ ես լինում ամբողջ նամակի հետ։ Դու հաղորդ ես սկզբից մինչև վերջ, որ կարդում ես, որովհետեւ գտնես այդ միտքը որտեղ է գրված, դու սկզբից մինչև վերջ կարդում ես ամեն անգամ եւ այսպեսով դու լեցվում ես Աստծո խոսքով։ Բայց հիմա կարդում բացում ենք 5-րդ գլուխը, երկրորդ համարը, այն մնացածը չենք կարդում, կոնտեքստից դուրս են գալիս։ Դրա համար, որբեսի մենք հասկանանք ամբողջ միտքը, պետք է սկզբից մինչև վերջ կարդալ, խորհել տվյալ սուն նամակը, որը որ կարդում ենք։ Այստեղ սիրելիներ, երբ որ ասում է իսկ արդ, այսինքն այսուհետև չկա դատապարտություն, ի նկատի ունի նախորդ համարն ինչ է ասում, 7-րդ գլխի վերջի համարը, 25 համարը, 7-25 Հռոմեացիս։ Գոհություն Աստծո մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի ձեռքով, ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին կծառայեմ ու մարմինով մեղքի օրենքին, ուրեմն շարունակությունը դատապարտություն չկա։ Այսինքն, երբ որ ասում է չկա դատապարտություն, նախորդ խոսքի վրա է հենվում ինքը, ասելով, որ ես մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, բայց եթե ես մարմինով առաջնորդվեմ, դա մեղքի օրենքին է գնում։
Իսկ ինչի դատապարտություն չկա, որովհետև իմ մտքի մեջ կա նորոգություն, որովհետև իմ մեջ Աստծո հոգին հայտնվել է եւ գործ է արել իմ մեջ, եւ Հիսուսը ինչպես շարունակության մեջ բացատրում է, ազատեց մեզ մեղքի եւ մահվան իշխանությունից, ինքը կրելով դատապարտությունը վերցնելով իր վրա, սա հավատք է։ Այս հավատքն է, որ մեզ փրկում է եւ մեզ բժշկում է, սիրելիներ։ Գործ Կարաքելոցի մեջ այսպիսի մի հետաքրքիր տեղ կա, դեպք կա, որտեղ որ վերաբերվում է սա Ստեփանոսին, Գործ Կարաքելոց 7-րդ գլուխ։ Դուք հիշում եք, երբ որ Ստեփանոսը ինքը արդեն այդ պահն է, որ պետք է նահատակվեր, երբ որ քահանաները եւ փարիսեցիները դեմ էին դնում Ստեփանոսի խոսքերին, եւ Ստեփանոս սկսեց սկզբից մինչեւ վերջ իրանց պատմությունը հրեական պատմել ու եկավ այս կետը, որտեղ ասում է այսպեսի խոսքեր 51 համարը Գործ Կարաքելոց 7 51-ից մինչև 53 ով խստապարանոցներ ու սրտով եւ ականջով չթլպատվածներ դուք ամեն ատեն հոգվույն սրբո հակառակ կկենաք ինչպես ձեր հայրերը այնպես ալ դուք շատ կարևոր բան է այստեղ ասում սրտով եւ ականջով չթլպատվածներ ինչու ինչա կատարվում այստեղ սերներ այս մարդիկ նրանց սերունդն էին, նրանց որդները, ովքեր որ հալածեցին մարգարեներին, սպանեցին արդարներին, սրանք նրանց սերունդն են, այսինքն այստեղ կատարվում է այն, որ թլպատությունը պետք է աներ Աստված, նրանց սիրտը, նրանց ականջը պետք է բացվեր, թլպատվեր, որպեսզի Աստծո ձայնը լսեին եւ միտք առնեին ու պտուղ տային, բայց չեղավ իրանց, ինչու չեղավ իրենց անհավատության պատճառով, իրենց հակառակության պատճառով, որ Աստծո Սուրբ Հոգուն հակառակ կկենային։ Դրա համար էլ Աստված իրանց հետ չկարողացավ եւ չարեց այդ գործը։ Մի հետաքրքիր կարևոր համար կա երկրորդ օրինացի մեջ սիրելիներ 29-րդ գլուխ Երկրորդ օրինաց 29-ը, այստեղ երկրորդ օրինացը դա երկրորդ օրենքն է, որ երկրորդ անգամ է գրվում, դրա համար կոչվում է երկրորդ օրինաց, նույն բաներն է։ Եվ չորրորդ խոսքում այստեղ Մովսեսը վերջի խոսքերն է ասում, սրանից հետո ինքը պիտի մահանա եւ Իսրայելի որդները պետք է մտնեն Քանանու երկիրը։ Եվ հետաքրքիր է ասում Իսրայելին չորրորդ խոսքում եւ Տերը մինչև այսօր չտվավ ձեզի այնպիսի սիրտը, որ իմանաք, եւ ոչ աչքեր, որ տեսնեք, ոչ էլ ականջներ, որ լսեք։ Աստված չտվավ ձեզի, Իսրայելին է ասում Մովսեսը։ Ինչու չտվավ, որովհետև նրանք կամակոր էին, որովհետև նրանք անհավատ էին, որովհետև նրանք չէին հավատում, դրա համար էլ Աստված չտվավ իրանց սիրտ, այսինքն այստեղ կատարվում է այն, որ իրանց սրտերը եւ իրանց ականջները չթլպատվեցին իրենց անհավատության պատճառով, հետեւաբար էլ չկարողացան լսել Տիրոջը եւ իմանալ նրա կամքը։ Հռոմեացիներին ուված 10-րդ գլխում էլ այսպեսի խոսք է ասում առաքյալը Հռոմեացիս 10 առաջի խոսքից. Եղբայրներ, իմ սրտից փափակը ու աղոթքը առ Աստված Իսրայելի փրկվելու համար է, վասնզի ես կվկայեմ անոնց համար, թե Աստծո նախանձավորությունը ունին, բայց ոչ գիտությամբ, վասնզի անոնք Աստծո արտարությունը չգիտնալով ու իրենց արտարությունը հաստատել ուզելով Աստծո արտարությանը չհնազանդեցան, կանզի օրենքի վախճանը Քրիստոս է ամեն հավատացյալի արտարության համար։ Տեսակ սիրելիներ, ինչու, ունեն նախանձավորությունը, բայց կույր են, իրենց սիրտը կույր է, որովհետև չեն լսում Տիրոջ ձայնը, Սուրբ Հոգին խոսում է, Հիսուսը ինչ է ասում, բոլոր տեղերում գրված է, Մատթեոսի ավարան բոլոր ավետարանների մեջ, ասում է, ան որ լսելու ականջ ունի, թող լսե, չէ, լսելու ականջ, ում ականջը որ թլպատված է, Սուրբ Հոգին խոսում է,
Ում սիրտը որ թլպատված է Սուրբ Հոգին խոսում է, ում սիրտն է այսօր թլպատված ելներ, նայեք Կողոսացիներին ուվասնամակի մեջ առաքյալը պարզ գրում է Կողոսացիս երկրորդ գլուխ կարդանք 9-րդ խոսքից վասնձյանոր մեջ Քրիստոսի մեջ կբնակի աստվածության բոլոր լեցունությունը մարմնապես դուք ալ անով լեցված եք որ գլուխ է բոլոր իշխանության ու պետության որով այսինքն Հիսուս Քրիստոսի ձեռքով դուք անձեռագործ թլպատությունով թլպատվեցաք մեղած մարմինը մերկանալով Քրիստոսի թլպատությունով Ուրեմն ով որ ընդունեց Հիսուս Քրիստոսին Տերը անձեռագործ այսինքն ոչ թե մարդկային ձեռքով մարմնի վրա այլ Սուրբ Հոգու միջոցով մեր հոգևոր ներսը թլպատեց Տերը, հեռացրեց խավարը, բացեց մեր ականջները ու մեր աչքերը, որպեսզի մենք տեսնենք եւ լսենք, որ Հիսուսն է Փրկիչը, Հիսուսն է Տերը, մեր կյանքը փոխողը, նա է որ հայրը ղրկեց, ինքը կատարեց իր գործը երկրի վրա եւ Փառքով համբարձավ նստեց Աստծո աջ կողմը եւ ուղարկեց Սուրբ Հոգին։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ, աշխարհ եկեղեցին ծնվեց։ Հիմա եկեղեցին բաղկացած է տարբեր ազգերից, լեզուներից, ցեղերից, այստեղ կատարվում է հրաշքը, սիրելիներ, մեր աչքերը բացվեցին, ականջները, որովհետեւ մենք լսենք, տեսնենք եւ սրտով իմանանք ու դարձիկանք։ Տերը այս հրաշքը մեր կյանքում կատարեց։ Հիմա, որովհետեւ այս հրաշքը մեր կյանքում կատարված ասելներ, մենք ինչ պետք է անենք։ Մենք արդեն պետք է լսենք։ Մենք արդեն պետք է ժամանակ տանք Տիրոջը փնտրելու քո կյանքում, քո առօրյայիդ մեջ, քո տանդ մեջ, մի տարվի աշխարհի գործերով միայն։ Միայն մտածեք գնամ աշխատեմ եւ այլն, մենք պետք է Տիրոջը մասին առաջինը մտածենք, որովհետեւ այս ամեն ինչ անցնելու է։ Տերը զորացնե մեզի եւ հաստատե մեզի, որպեսզի մենք սելներ մեր այս ասպարեզի ընթացքը, որ մեր առջև դրված է, կատարողներ լինենք։ Ինչպես որ Պողոս առաքյալը իր երկրորդ նամակի մեջ Տիմոթեոսին ուղված ասեց, իր կյանքի վերջում ասեց իմ մեկնելուս օրը հասել է, բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Սա ես ու դու պիտի անենք։ Բարի պատերազմը ո՞րն է բարի պատերազմը։ Կա պատերազմ մենք գիտենք իրար սպանում են ազգերը, տեղանքի համար նա ուզում է այս տեղը, նա ուզում է այն կղզին, այն երկիրը, բայց մեր պատերազմը բարին է։ Բարին, այսինքն մենք սպանում ենք մարմնի գործերը, հոգիով։ Մեր պատերազմը բարի, մենք սպանում ենք մեղքը, այսինքն Սուրբ Հոգու ձեռքով։ Մենք մասնակցություն ունենք, ես պիտի իմ հոժարությունս հայտնեմ եւ Քրիստոսի հետ մեկանամ հոգով, մտքով, սրտով, իր խոսքի միջոցով եւ ինչպես որ մացում գրված է, եթե հոգիով մարմնի գործերը սպանեք, պիտի ապրեք։ Ուրեմն սերներ, սա մեր ընթացքն է։ Եվ Եբրայեցիներին ուղված նամակում էլ գրված է 13-րդ գլխի մեջ 9-րդ համար Եբրայեցիս 13:9 Կերպ եւ օտարածան ուսմունքներով մի տարուբերվիկ, քանզի աղեկ է որ սիրտը շնորհքով հաստատվի եւ ոչ թե կերակուրներով, որոնցմով օգուտը չունեցան անոնք, որ այնպես գացին։ Ուրեմն սերներ շնորհքը Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ երկնքից եկել է մեզի, սրա կարիք ունենք մենք ամեն օր։ Նրա շնորհքը, ինչպես որ առաքյալը միտեղ Կորինթացիներց երկրորդ նամակի վերջում գրում է, չէ, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորի հետ լինի, մինչև հավիտյան։ Ուրեմն այսօր սերներ այն շնորհքը, որով մենք փրկվեցինք, մենք կարիք ունենք նույն շնորհքով աճելու, նույն շնորհքով աճելու եւ հաստատվելու մինչև վերջը։ Դրա համար Պողոս առաքյալը Գործք առաքելոցի 20-րդ գլխում, երբ որ ինքը հրաժարական էր տալիս բոլոր այդ երեցներին, հիշում եք ինչ ասեց, կարդանք այդ տեղը Գործք առաքելոց 20, նա գտնվում էր Մելիտոսում եւ Եփեսոսի երեցներին կանչեց, վերջը եւ այս խոսքերն ասեց ինքը
Եվ հիմա եղբայրներ 20:32-ն է կհանձնեմ ձեզ Աստծո եւ անոր շնորհած խոսքին, որ կարող է շինելու եւ բոլոր սրբվածների հետ ձեզի ժառանգություն տալու։ Ուրեմն կհանձնեմ ձեզի Աստծո եւ անոր շնորհած խոսքին, այսինքն Աստծո խոսքը շնորհքով լեցուն է։ Նրա խոսքի մեջ է գտնվում շնորհքը, որ փոխում է մեր կյանքը։ Դրա համար շատ կարևոր է, ծայրահեղ կարևոր, որ ես ու դու այս շնորհած խոսքին հաղորդ լինենք։ Այս խոսքն է, որ ինձ կշինե եւ կհաստատե Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն սիրելիներ, այսօր կան երկու կարգի մարդիկ, որոնք ասում են Աստված կա, հավատում են եւ հալածում են քեզ, որոնց ականջները թլպատված չի, որոնց սիրտը թլպատված չի, եւ երկրորդը, որ դու ես եմ Տերոջ շնորհքով, որ բացվել է մեր ականջները, վերցվել է մեզանից խավարը եւ որ մենք լսենք, տեսնենք եւ կատարենք, Հիսուսին նազանդենք սիրելիներ, եւ այն բարի գործը, ես ուզում եմ այդտեղը նորից հիշացնեմ, տեսեք, սա շատ հրաշալի համար է Փիլիպեցիներին ուղված նամակ, առաջի գլուխ Փիլիպեցիս 1:6 այս մասին վստահ լինելով, թե ան, որ ձեր մեջ բարի գործը սկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարե։ Սիրելիներ, ինչ գործ է սա։ Ինչ գործ է Աստված քո մեջ սկսե, դու գիտակցում ես, դու գիտես դա ինչ գործ է։ Ես երկար ժամանակ չգիտեի, սիրելիներ, դա ինչ գործ է։ Ես աղոթում էի, Տեր, այդ ինչ գործ է, ես ուզում եմ իմանամ։ Դու իմ մեջ բարի գործ ես սկսել, ո՞րն է այդ գործը։ Եվ գիտեք, նույն նամակի մեջ կարող ենք մենք դա տեսնել, բայց դիպուկ մի հատ համար կա, որ գրված է 2 Կորինթացիս 3 գլխի մեջ։ 2 Կորինթացիս 3:18 Բայց մենք ամենքս բաց երեսով Տերոջ փառքը որպեսզի հայլի մեջ տեսնելով նույն պատկերին կնորոգվենք փառած ի փառս որպեսզի Տիրոջ հոգի են։ Ահա թե ինչ գործ է անում Սուրբ Հոգին մեր մեջ։ Նա ցույց է տալիս մեզ Տիրոջ փառքը, մենք տեսնում ենք Տիրոջ փառքը հոգով, սրտով եւ նորոգվում ենք նույն պատկերին եւ նրա փառքին։ Հիշում եք Հռոմեացիս 3 գլխում ասում է ամենը մեղ գործեցին եւ ինչից պակսեցին, Աստծո փառքից պակսեցին։ Այդ պակսեցինք Աստծո փառքից, հիմա էլ Սուրբ Հոգին մեզ ինչ անում, այդ փառքին է բերում մեզի ետ, որովհետև մենք մեր ուժով չենք կարող անել, բայց Աստծո Հոգին դա անում է իմ եւ քո մեջ։ Նույն պատկերին կնորոգվենք։ Նորոգվել նշանակում է մենք փչացած էինք։ Մեղքը մեզ փչացրել էր, դարձրել էր ոչ մի բան, զիբիլ սիրելիներ, բայց Աստված մեզ նորոգեց, կենթանացրեց վերստին ծնունդով, հիմա նորոգում է մեր ներսը Աստծո փառքին պատկերին նորոգվելով մեզի, այսինքն մենք գնալով նմանվում ենք Հիսուսին, գնալով նմանվում ենք Աստծո փառքին եւ այս գործը անողը մեր մեջ Սուրբ Հոգին է, օրհնյալ լինի նա։ Դրա համար սիրելիներ, մեզանից ինչ է ուզում Աստված, ուզում է որ մենք լսենք եւ կատարենք։ Տերը օգնի մեզ, զորացնի մեզ, սիրելիներ, եթե մեկի սրտում կա մութ, եթե կա ինչ-որ մի բան, որը խանգարում է խոստովանությունով, մենք կարող ենք գալ Տիրոջ առջև եւ Տերը հավատարիմ է եւ արդար է այն մեզանից վերցնելու, չէ՞։ Այդպես է ասում Հովհաննեսը, ասում է, եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ եւ արդար անիկա մեր մեղքերին թողություն տալու եւ ամեն անիրավություն է մեզ սրբելու, որբեսի կապը եւ հաղորդությունը Աստծո հետ նորոգվի ամեն անգամ քայլել Աստծո հետ, նմանվել Հիսուսին, սпасել նրա երկրորդ գալուստին։ Տերը օրհնե մեզի, ամեն։ Աստծոյանը փառավորվի ժողովուրդ ջան։ Խոսելու մեջ ունեի, բայց եղբայրները խոսեցին եւ Աստծո խոսքը Աստծո հոգիով մեր մեջ կբանա խոսալու ցանկություն իր մեծ գործի համար ժողովուրդ ջան։ Այո, եւ
Հիշում եք շատ տեղեր բանավոր կասեն։ Հիշում եք Ուգասու ավետարանի մեջ վկայությունը Հիսուսի համար ինչ եղավ։ Եվ ասում է, որ եւ ասում է Աստծո խոսքը խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ, ասում է։ Հիսուսին տեսավ, լույս տեսավ, խավարի մեջ նստած ժողովուրդը։ Պատկերացրեք, ժողովուրդը խավարի մեջ է եւ միանգամից լույս կտեսնի։ Ինչ է առաջ է ռեակցիան մարդու։ Խավարի մեջ գտնվել միայն չի նշանակի մտություններ, ապա իրանց ամբողջ գործունեությունն էր խավար։ Աստծո ծածկված։ Աստծո ծածկված են բանով, որպեսզի չտեսնի Աստված, չար գործը, մարմնավոր գործը, դրա համար խավարի մեջ կգործեին։ Եվ հանգարց լույս ցակեց, եւ ժողովրդի վախը պատկերացրեք։ Իրանց մութ գործերը լուսավորվեցին։ Բայց սա Դադաստանի լույսը չէր, սա զգուշացման լույսն էր, Աստծո որդու կողմից։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ մեկը մի հատ վատ բան է անում, մի հատ գողություն է անում, եւ հանգարց այդ ժամանակ լույսը վառվում է։ Գողը ամիջապես պատկերացնում է, որ եկան բռնեցին եւ այլևս վերջ։ Բայց երբ մեկը լույսը գվառե եւ կուկակը զգուշացնե, գիտես ինչ, թող եւ ստերից գնա, շուտով տանտերը պիտի գա։ Եվ սա քո վերջին նախազգուշացումն է։ Այդ մարդու համար դա ուրախություն է։ Եվ թողնելով իր չար գործը, մութ գործը, սև գործը, այդ մարդը գնում է։ Հիսուսի ծնունդն էլ այս աշխարհի համար եղավ զգուշացում, ոչ թե դատապարտության լույս, հապա զգուշացման լույս։ Զգուշացում, որից հետո մեծ խավար պիտի գա, սիրելի Աստծո ժողովուրդ, եղբայրները Աստծո հոգիով լեցված շատ լավ մեկնաբանում է խոսքերը։ Մեզ պետք է ուշադիր լսել եւ ամեն խոսքից միտք առնել։ Դրա համար այսօր մեզ հետ առաջի լույսը վառված է եւ մենք առաջի լույսի լուսավորումով եւ մենք հրաժարված ենք մութ գործերից, մարդկային եւ մարմնավոր մութ գործերից։ Եվ Աստված կուզե, որ այդ զգուշացման լույսը վառե ամեն մեկիս մեջ, որպեսզի պատժի լույսը մեր չվառվի, պատժելու այն բանի համար, որ առաջի լույսը մենք անտեսեցինք առաջի լույսը, զգուշացնող լույսը անտեսեցինք, այն ժամանակ Աստծո բարգության լույսը կարող է գալ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը ստեղ ասում է Եսայի մարգարության 13:9 ահա Տերոջը օրը կգա անկոթությամբ, սրտմտությամբ եւ սաստիկ բարգությամբ, որպեսզի երկիրը ավերակ դարձնե եւ մեղավորները անգեբնաճին չնե։ Այսինքն Տիրոջ օրը պիտի գա, նաեւ Տիրոջ լույսը պիտի գա, բայց ինչի համար։ Արդեն երկիրը աշխարհը զգուշացված է։ Այդ զգուշացումից հետո Տերոջ օրը պիտի գա, որպեսզի անկտությամբ, սրտմտությամբ եւ սաստիկ բարգությամբ մենք այդ բարգությունից պիտի փախնենք։ Եվ այդ բարգությունից փախվելու միակ ճանապարհը Աստծո խոսքը լսել, Աստծո խոսքը ընդունել, Քրիստոսին ընդունել, Աստծո հոգին ընդունել, որպեսզի Աստծո Սուրբ հոգին մեզի ճշմարիտ ուղղությունով տանի, որպեսզի Տիրոջ գալության ժամանակ մենք Տիրոջ մոտ լինենք։ Եվ Աստծո խոսքը ասում է, ով որ Տիրոջ հոգին չունի, անիկա անորը չէ։ Մենք ցկտենք, որ ովքեր Սուրբ հոգին չունեն, Աստված բաժին անայդ,
հոգուց, վերջին օրերի խոսքի համաձայն, վերջին ժամանակները իմ հոգիս պիտի թափեմ ժողովրդիս վրա, ասում է Աստծո խոսքը, ով որ չունի թողցեք թե, թող խնդրե, որպեսզի ստան Աստծո հոգին, որպեսզի որդի գրվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ես կանա կուզեի ասել, ժողովուրդ ջան, կանգնած ձայնս լավ դուրս չի գալիս։ Թող Տիրոջ անունը փառավոր։ Ամեն։ Եկեք ասենք Փառք Հիսուսին։ Սիրելիներ, այսօր մենք մի առատ խոսքի հաղորդ եղանք, Աստված մեզի լավ կերակրեց Սուրբ խոսքերով իր ավետարանի, երանի նրան, որ ընդունում է իր սրտի մեջ։ Գիտեք ինչ միտում կա այսպես, կան քրիստոնյաներ, որոնք Աստծո խոսքը շատ հավանում ու սիրում են։ Ինչ լավ բաներ են ասում։ Տեսնում ես, սա ինչ շատ լավ բաներ են ասում։ Ու դրանից են կողմել բան չկա։ Շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր խոսքեր, միտեղ Մատթեոսի ավետարանում եղբայրը հիշացրեց, չէ, Սերմնացանի առակից, ասեց սերմեր կա, որ ընկան ճամփի եզրին, ապարաժների վրա, ուրախությամբ ընդունեցին, բայց արմատ չունենալու պատճառով չորացան։ Նայեք, մենք ուրախանում ենք, որ Աստծո խոսք ենք լսում, լավ բաներ ենք լսում, բայց գիտեք ինչա բանից պարզվում, բանից պարզվում է, որ ախը դրա շարունակությունը կա, արմատ պետք է կապես։ Եթե մենակ դու հավանում ես այդ խոսքերը, քիչ է այդ սիրելիներ։ Մենակ հավանելով չի, նաև ընդունելով է եւ ապրելով է այդ խոսքերը։ Մենք լուրջ բաներ ենք, թեմաներ ենք այստեղ խոսում, շատ լուրջ։ Հոգիով լցվեցեք, հոգիով առաջնորդվեցեք, հոգիով քայլեցեք, այս բոլորը ավետարանի նպատակն է, ավետարանի ընթացքն է, ավետարանը մեզ մարմնավոր խորհուրդներ, շնչավոր բաներ չի առաջարկում, ավետարանը առաջարկում է հոգևոր բաներ, սկզբից մինչև վերջ, երբ որ ավետարանը կարդում ենք, գնանք ծննդոցից մինչև հայտնություն, կտեսնենք, ով սկսեց աշխարհի սկզբից եւ ով է վերջացնում։ Կարդացել եք, գիտեք, ասում է Աստծո հոգին կշրջեր ջրերի վրա, ծննդոց առաջի գլխի առաջի խոսքն է։ Եվ հայտնության վերջի խոսքում ասում է հարս եւ հոգին թողսեն ամեն երկուր Տեր Հիսուս, էլի հոգին է, սկիզբը եւ վերջը։ Ինչու մեր հոգևոր կյանքը չեն կարողանում ենք ապրենք, որովհետեւ այդ տեսեք մարդկային մտածելակերպի մեջ լինի հավատացյալ թե անհավատ, հələ անհավատները էլ ինչ որտեղ չեն հասկանում այս բաները, բայց հավատացյալները ընդհանրապես մարդու էության մեջ 98% մենք մտածում ենք մարմնից, մարմնի խորհուրդներ, մարմնի ցանկություններ, մարմնի, ասենք, հարցեր, հիմնականում տրված ենք մարմնին, դրա համար էլ հոգևորը շատ ցածր մակարդակի վրա է։ Եվ սա ոչ թե մեղադրելու համար եմ ասում, այլ մեր մարմինն է այդպես։ Դրա համար մարմնին հաղթելը դա պահանջվում է լուրջ հոգևոր կյանք։ Մարմնին դեմ գնալը լուրջ հոգևոր կյանք է պահանջվում։ Եվ դրա համար ասում հոգով լցվեցեք կամ հոգիով քայլեցեք։ Միտք առնում եք ինչ եմ ասում։ Մենք չենք պատկերացնում, թե մարմինը իրանից ինչ է ներկայացնում։ Մենք ապրում ենք մարմնի ցանկություններով, ապրում ենք մարմնի մտածելակերպով, ապրում ենք մարմինը հագեցնենք տարբեր ցանկություններով, մարմինը տաքացնենք, սառացնենք, մարմինը կեշտացնենք, կերցնենք, քնցնենք եւ այլն, չէ՞։ Ինչ է մեր միտքը ամեն օրվա։ Այդպես չի, մտնայեք։ Մի քիչ քնեմ, հանգստանամ, գնամ գործի փող աշխատեմ, ես ինչտեղը գնամ, այս եւ այլն, չէ՞, լիքը բաներ մարմնի հասկացողություն է։ Հետևաբար հոգևորը շատ ցածր է։ Եվ որպեսզի հոգևորը բարձրանա, պետք է սպանել մարմնի գործերը հոգիով, որպեսզի հոգևորը մեր մեջ բարձրանա։ Իսկ ով որ հոգիով առաջնորդվում, մարմնի գործերը չի կատարում։ Եվ ընդհանրապես, երբ որ մենք կարդում ենք Պողոս առաքյալի գրածները, Պողոս առաքյալը ինչ որ գրել է, սիրելիներ, դա մի ամսվա կամ մի շաբաթվա կամ մի տարվա արտահայտություն չի։
Նա անցել է այդ ճանապարհը հոգևոր, հասել է այդտեղ, որ կարողացել է ասել այս աշխարհի համար խաչված եմ, աշխարհն էր ինձ համար։ Հիմա մենք կարանք համարձակետ ասենք, որ ես աշխարհի համար խաչված եմ, ոչ, որովհետև մենք տեսնում ենք, որ չենք խաչված։ Ուղղակի մենք սովորել ենք այդ խոսքը, ասում ենք ես աշխարհի համար խաչված եմ, բայց արի ուտես, որ բաներ կա, որ ես հələ ապրում եմ, անում եմ դրանք։ Դրա համար մենք պիտի ապրենք, անցնենք այս հոգևոր կյանքը։ Փրկությունը իր տեղը ունի, բայց սրբությունը սա ընթացք է, որ մենք անցնում ենք, սիրելիներ։ Հին մարդու մեռնելը, խաչվելը աշխարհի համար, մերժելը մեղքը, մերժելը ցանկությունները, դրանք բոլորը կյանքի ընթացք է, ճանապարհի ընթացք է, որ մենք անցնում ենք։ Դրա համար եղբայրը, որ ասած դատապարտություն չկա, նրանց համար, ովքեր որ հոգեով են առաջնորդվում, այդ խոսքերը շատ կարևոր խոսքեր է։ Տերը իմանում է, որ մենք այդպիսին ենք, դրա համար հավատքը մեզի արդարացնելով ասում է, որ դատապարտություն չունեք դուք, որովհետև դուք հավատացել եք Հիսուս Քրիստոսի անվանը, արդարացած եք իր անունով, Քրիստոս մեզի արդարացրել է, որովհետև հավատացել ենք իրան, ոչ թե մեր գործերից, ոչ թե մեր բարություն անելուց, ոչ թե մեր լավ մարդ լինելուց, հապա իրան հավատալով մենք արդարացանք։ Բայց դա չի նշանակում, որ մեր մեղքի մարմինը փչացել է, նա մեզ հետ է միշտ, մեր կողքին է, մեր մեջ է, նա չի փչացել, նա մեզի հաճախ գլուխը բարձրացնում է, հաճախ ապստամբում է, հաճախ չի ենթարկվում, հաճախ ուզում ենք իրան լսենք, դա չի նշանակում, քանի որ մենք արդարացած ենք, մենք ազատվենք մեղքի բնությունից, սիրելիներ։ Դա process է, որ մենք կյանքի ճանապարհին հասնում ենք այնտեղ, որտեղ կարանք վերջնական ասենք, ես քեզի խաչել եմ, դու իմ չես։ Դրա համար մի վախեցեք ձեր հոգևոր կյանքի մեջ։ Եթե պատահում են այդպիսի բաներ, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, նրանից է։ Ուրեմն եղբայրը երբ որ ասում էր այդ խոսքերի տարբերությունը, չէ, ես սպասում եմ, որ ավելի կարևոր բան կասի, բայց ոնց որ անցավ կողքով։ Ընդհանրապես մեկ խոսք վերցնելու ենթատեքստից խոսել մենակ դրա մասին, դա շինություն եւ կարող է մոլորություն առաջացնի։ Մենք պետք է կարողանանք տեսնենք, թե այդ դրա մեջ, այդ գլխի մեջ ինչի մասին է խոսում, որպեսզի այդ խոսքը իրականում հասկանանք մենք։ Մեկ համար վերցնելով, մեկ խոսք վերցնելով, մենք դրա իմաստը չենք կարող հասկանալ, մենք դրա վրա կկառուցենք մարդկային գաղափարներ, մարդկային հասկացողություն, եւ օգուտ չի տա մեզի, բայց ամեն մի խոսքը իր հետ կապ ունի, ամեն մի խոսքը իրար լրացնելիք ունի, եւ եթե մենք մի համար վերցնենք ուղակի էդի քարոզենք, ել եմ ասում, մենք կավելացնենք դրա վրա մարդկային բաներ, գաղափարներ։ Հետևաբար, ես ուզում եմ ձեզ օրինակ բերել Սուրբ գրքից առաջի Կորինթացիս 5-րդ գլխի 5-րդ գլխում Պողոս առաքյալը խոսում է մի սարսափելի մեղքի մասին, որ Կորինթացիների եկեղեցում էր։ Ես չգիտեմ, դա արտահայտեմ թե չէ, բայց գրված է, դուք էլ եք կարդում դա։ Մենք բոլորս էլ մեծահասակ ենք ու բոլորս էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Ասում է ձեր մեջ այդ մեղքը կա, որ նույնիսկ հեթանոսների մեջ էլ չկա, որպես թե մեկը իր հորը կինը ունենա։ Եվ դուք ասում եք սուկ չարիք, չլացեցիք։ Ես հիմա չեմ ասում դա մեր մեջ կա։ Ես ուղղակի ուզում եմ օրինակը բերեմ մեղքի վրա, սիրելիներ։ Ինչի պատճառով է դա լինում, որովհետև հին խմորա, հին մարդա։ Այստեղ մի քիչ ներքև որ գնանք, 6-րդ խոսքում ասում է, «Արձ ձեր պարծանքը աղեկ չէ, չեք գիտեր, որ քիչը խմորը բոլոր զանգվածը կխմորե»։ Եկեք վերցնենք հացը վերցնենք։ Ոնց են մարդիկ հաց թխում։ Մի փոխեր թխմոր են գցում մեջը, չէ՞, եւ ամբողջ ինչ է անում։ Թթվացնում է, դառնում է հացի խմոր, ճիշտ է։ Մի փոքր անգամ հին մարդուց, եթե մեր մեջ մնում է, կամ տեղ ենք տալի, ամբողջովին ինքը զանգվածը վերցնում է իր վրա։ Եվ դուք ասում ա հին, ես ուզում եմ կարդամ ուղղակի այդ խոսքը, այդ ձեր պարծանքը աղեկ չէ, չեք գիտե որ քիչը խմոր բոլոր զանգվածը կխմորե, մաքրեցեք ին խմորը մեկդի, որպեսզի ըլակ նոր զանգված, ինչպես անխմոր եք, վասն Քրիստոս մեր զատիկը մեզի համար զոհվեցավ։ Մաքրեցեք հին խմորը մեկդի։ Այսօր շատերս մենք հինով ենք ապրում, անցյալով ենք ապրում, մեղքի անցած մեղքի տիրանների հիշելով ենք ապրում,
կամ էլ ասենք թույլ ենք տալի մեր կյանքում անել բաներ, որոնք մարմնավոր են, որոնք շնչավոր են եւ որոնք թույլ չեն տալի մեզի հոգեվորը տեսնելու։ Տեսեք, այս մարդկանց մեջ այս խնդրեմը կար։ Եվ ես չեմ բացառում, որ կա նաեւ հնարավոր է, որ եկեղեցում են լինեն կապվածություններ այլանդակ տեսարանների հետ, կամ չգիտեմ այնտեղ մարդկային մարմնավոր ցանկությունները հագեցնելու ինչ որ բաների հետ, սայթերի հետ, սրանք բոլորը հին բաներ են, որոնք արգելում են հավատացյալին Սուրբ Հոգով լցվել, հոգով առաջնորդվել։ Կամ էլ անցած անգամ ես ասացի, ելի եմ ուզում կրկնեմ, մեր ձեռի եղած բոլոր թելեֆոնների մեջ այդ ռիլերը եւ շորտ վիդեոները, որոնք դարձել են մեզի կերակուր, դրանք թույլ չեն տալի, որ մենք հոգով լցվենք։ Մեկ դի արեք հին խմորը, մաքրեցեք ձեզանից, հեռացրեք ձեզանից։ Աստված երբ որ մեզի իր որդուն տվավ եւ մեզի փրկություն տվեց սիրելին իր որդու միջոցով, նաեւ մեզի վրա դրեց ինչ որ պայմաններ։ Այստեղ առաքյալ ասում է դուք հեռացրեք, դուք հրաժարվեք, հանուն Հիսուսի դուք մի արեք այդ բաները։ Մի ասեք այդ տկար եմ, չեմ կարա։ Երբ որ խոսքը բարձրանում է այ մեջ, ես կարող եմ դրան դեմ դնել Հիսուս Քրիստոսի անունով։ Ասենք փառք Տիրոջը։ Հետևաբար սիրելիներ, ուրեմն տոն կատարենք ոչ թե հին խմորով, ոչ թե անզգամության խմորով, ապա անկեղծության ու ճշմարտության անխմոր հացով տոն կատարենք, որպեսզի Տերը մեր մեջ բարձրանա ու փառավորվի, ասենք փառք Հիսուսին։ Ուրեմն հոգիով գնացեք ու մարմնի գործերը պետք է չկատարեք։ Երբ որ Պողոսը գրում էր Գաղատացիների նամակը, այնտեղ է գրված այդ խոսքը։ Եվ նաև վերջում էլ ասում է, որ անոնք որ հոգիով կառաջնորդվեն, հոգով կապրեն, չէ՞։ Ուզում եմ այդ խոսքերը կարդամ ու գանք աղոթքի սիրելիներ։ Գաղատացիների 5-րդ գլխի վերջի խոսքում, Գաղատացիս 5-րդ գլուխ վերջի խոսքում այսպես է ասում, 25 խոսքը. Եթե հոգիով կապրենք, հոգի համեմատ քայլենք։ Հոգի համեմատ քայլենք։ Բարձրացեք ձեր մեջ Աստծո խոսքը։ Խնդրեք, որ Տերը բացի այս կարևոր բաները, հոգու լեցունություն, հոգու առաջնորդություն, եւ թող ցույց տա ինչն է արգելում իմ կյանքից մեջ, որ ես չեմ լցվում հոգիով։ Ինչն է արգելում իմ հոգեվոր ճանապարհին, որ ես հոգով ուրախ չեմ, հոգով չեմ ապրում եւ միշտ տրվում եմ ցանկությունների, խնդիրների, դժվարությունների, տկարությունների, ինչու Քրիստոս մեզ դրա համար չի կանչել։ Քրիստոս մեզ կանչել է տոնախմբություն անենք անթթխմոր հացով, փառք Հիսուսին։ Տերը թող փառավորվի սիրելիներ։